Ձեզ եթերում Մյուսաշխարհ կայքի վերեք հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Մեր նախորդ հաղորդումներից մեկում ես ձեզ ներկայացրեցի այլընտրանքային մի տարբերակ, որը իրենից ներկայացնում էր հետևյալը, որ երկրի ճակատագրով մտահոգ մարդիկ, որոնք իրենց ներսում կրում են այդ արժեհամակարգ, իրենք փորձում են միավորվել, ստեղծել մի միկրոհանրություն եւ հաջողելու դեպքում նրանք աստիճանաբար ընդլայնում են այդ միկրոհանրությունը եւ որոշակի ժամանակ հետո սկսում են ազդեցություն ունենալ իրականության վրա եւ այդպես հասնում են հանրային գիտակցության վերափոխման։ Ասեմ, որ այդ ներկայացրածս դա ամբողջ համակարգը չէր, այլ համակարգի ընդհանրապես մի էլեմենտ է եւ ակնհայտ է, որ միայն այդ միկրոհանրությունը ստեղծելով հնարավոր չէ հասնել հանրային միտքի վերափոխման։ Այսօր ես կներկայացնեմ ձեզ մի մոտեցում, այդ ամբողջական պատկերի ինչքանով որ հնարավոր է մեկ հաղորդման շրջանակներում, ես ձեզ այն անգամ էլ ասել եմ, որ մեր իրականությունը բավական բարդ է եւ շատ սերտ հնարավոր չէ ներկայացնել այն մեխանիզմը, որը կտանի հանրային միտքի վերափոխման։ Ասեմ, որ ես ինքս նկատել եմ մեր իրականության մեջ մի քանի մոտեցումներ, անհատներ կամ անհատների խմբեր, ովքեր ուսումնասիրություններ կատարելով իրենք ներկայացնում են որոշակի մոտեցումներ։ Ես կճանամ այդ մոտեցումների հեղինակներին, ներկայացուցիչներին եւս հրավիրել հաղորդաշարի հյուր, հնարավորություն ընձեռելով, որպեսզի իրենք ներկայացնեն իրենց մոտեցումները եւ կփորձենք այդ եղած մոտեցումները համադրելով կամ էլ դրանցից ավելի իրատեսականը առանձնացնելով հիմք ընդունել եւ գնալ հանրային մտքի վերափոխման, որի կարիքը ահավոր զգացվում է։ Հիմա ես ներկայացնեմ մի մեխանիզմ, որը մշակելու վերեք ակումբը։ Այստեղ անչափ կարևոր է, թե դուք ինչն եք ընդունում հիմք հանրության ախտորոշման տեսակետից, ըստ ձեզ ինչպիսին է հանրությունը, ինչ խնդիրներ ունի, ինչ դրական հատկանիշներ ունի, որոնց վրա հիմնվելով կարելի է հետագայում հասնել դրական արդյունքների։ Եթե դուք գտնում եք, որ հանրությունը ընդամենը վերջին 5-6 տարվա մեջ այս կամ այն իշխանությունների պատճառով է ինչ-որ խեղաթյուրվել, ապա դա այլ մոտեցում է, այլ լուծում է պահանջում, մենք տեսանք, որ վերջի 25 տարվա մեր քաղաքական կյանքը մեզ ապացուցում է, որ այդ կարգի մոտեցումները ոչ միայն իրականության դրական փոփոխության չեն տանում, այլ նաև վտանգում են ընդհանրապես պետության գոյությունը։ Մենք ուսումնասիրելով մեր հանրությունը, հիմք ընդունելով մեզանից առաջ եղած մեր մեծերի դիտարկումները, որպես հիմք ընդունում ենք հետևյալ դիագնոզը, այսպես ասենք, ախտորոշում։ Ուրեմն այն հնչել է մոտ 100 տարի առաջ եւ այս ձևակերպումը ունի։ Բուն հայկական խնդիրը դա օտար լծերի տակ ուծացած հայկական զանգվածները վերստին ազգի վերածելու մեջ է։ Իհարկե շատ տխուր ախտորոշում է, կարելի է ասել, այս լսելուց հետո շատերը կհուսալքվեն եւ նույնիսկ կարող է հարցնել արժե արդյոք բացահայտ խոսել նման խնդիրների մասին, արդյոք դա չի տանի վհատության հանրության։ Ասեմ, որ հաղորդաշարը նայում են լավագույն դեպքում 1000 կամ մի քանի հազար մարդ, իսկ դա 10 միլիոնի մեջ չնչին թիվ է կազմում, ես ինքս այնպես որ ողջ հանրությունը չի իմանում այդ մասին, իմանում են նրանք, ովքեր մտահոգ են, ովքեր որ ուզում են ինչ-որ բան անել, այսինքն նրանք այն մարդիկ են, ովքեր լինելու են ապագա էլիտան կամ ապագա բժիշկները, ովքեր որ ճանելու են հասնել դրական փոփոխությունների մեր երկրի մեջ։ Բացի դա, ասենք ես նաև հիմք եմ ընդունում Հովհաննես Թումանյանի մի դիտարկումը, ես հիմա կմեջ բերեմ իր այդ խոսքը, այդ խոսքը զետեղված է նաև մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին գրքի մեջ, որի կազմողներից մեկը նաև ձեր խորհրդանիշ ծառայել է։ Ուրեմն տեսեք ինչ ասում Հովհաննես Թումանյանը։ Արդ, եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն եւ առողջ բնազդներ, անկարելի աչքներս փակենք մեր այս ծանր հիվանդության առաջ,
ու չզգան, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, ու նրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը այն է, որ մենք եւ մեր սրտերում, եւ աշխարհի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ահա թե այդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործման բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից են փչացած։ Այսինքն այս բացահայտ խոսալը ունի այն նպատակը, որպեսզի եւ խոստովանենք եւ հույս ունենանք, որ դրան կհաջորդի, ինչպես Թոմայանն էր ասում, ինքնակատարելագործման բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։ Եվ մյուս պատճառը, որ այս մասին որոշեցի բացերի բաց խոսել, նաեւ այն է, որ մեր հանրությանը փորձենք հեռու պահել ուտոպիաներից եւ հետագա հիասթափություններից, այսինքն իրենք չգնան այնպիսի քաղաքական ուժերի հետևից, ովքեր պարզ մակերեսային ուսումնասիրություններ ունեն, հետեւաբար նաեւ չունեն լուծումներ, ակնհայտ դա երևում է տեսնողներին եւ տանում են հանրությանը խոր հիասթափության, ինչը որ ունենք այսօր մեր հանրության մեջ։ Եվ այսպես ես ասացի, որ միկրոհանրությունը, որի մասին խոսել եմ նախորդ հաղորդման մեջ, բավարար չէ այս ուծացման դեմը առնելու համար, որը նշվել է 100 տարի առաջ, բայց այս միկրոհանրությունը պիտի լինեն այն մարդիկ, ովքեր այն մարդկանց համախումբը, ովքեր էլ մշակելով համապատասխան մեխանիզմներ, պիտի փորձեն մնացյալին վերստին ազգի վերածել, ինչպես որ նշված էր այդ խոսքի մեջ։ Հիմա ես ինքս հնարավորություն ունեցել եմ լինել իշխանության մեջ մի քանի տարի, շփվել եմ բարձրագույն իշխանավորների հետ, այսինքն եղել վերին էշելոններում, ոչ էշելոնի անդամ, բայց աշխատանքի բերումով ես ունեցել եմ հնարավորությունը ճանաչել իշխանության փիլիսոփայությունը։ Ասեմ, որ ես առաջիկայում երես մի հաղորդում կթողարկեմ, այն կկոչվի իշխանության անատոմիա եւ կներկայացնեմ իմ դիտարկումները, թե ինչու մենք ունենք հենց այս իշխանությունը։ Այսինքն ես ինձ ընձեռնվել է հնարավորություն իմանալ իշխանությունը, ճանաչել պալատների փիլիսոփայությունը։ Դա համադրելով հանրության ճանաչման ուղղությամբ իմ ուսումնասիրություններին, նաև բավական երկար ժամանակ ուսումնասիրել եմ մեր ազգի պատմությունը ու գլխավորապես ժամանակակից ոչ ակադեմիական պատմաբանների աշխատություններով, որտեղ բավական ուշագրավ տվյալներ, փաստեր կան, որոնք չկան այսպես մեր դասական պատմագրության մեջ, եւ այս ամենը համադրելով դեռ 97 թվականից ես հանդես եմ եկել հրապարակումներով, նշելով, որ քաղաքական պայքարի այն ճանապարհը, որով փորձում են մեզ տանել մեր դիմադիր առաջնորդներ, ինքը ոչ միայն լավ տեղ չի տանելու, այլև մեզ հասնելու է խոր վհատման, որը եւ մենք ունենք։ Նաև ուսումնասիրել եմ այլոց փորձը, թե այդ ժողովուրդների, որոնք եղել են համանման իրավիճակում եւ կարողացել են այն հաղթահարել, ինչի կարիքը մենք շատ ունենք։ Հիմա այդ ուսումնասիրությունների արդյունքում ես նայելով ուրիշ ժողովուրդների փորձ այնտեղից դուրս եմ բերել մի մեխանիզմ, որը իրենք կիրառել են եւ ոչ չափով դա ինձ երևացել է, փորձել եմ մի տարբերակ մշակել, որը կիրառելով գուցե թե մենք կարողանանք հաղթահարել այս վիճակը։ Ասեմ, որ ես չեմ բնդում, թե սա ամենազորն է ու վերջնական ճշմարտությունն է, պարզապես տարբերակ է, որը ներկայացնում է հանրությանը քննարկման։ Ու ասեմ, որ մյուս տարբերակներից, որոնք կան մեր իրականությունում, տարբերվում են առնով, որ կոնկրետ մի քանի փորձերի արդյունքների հիման վրա է, ոչ թե ինչ-որ տեսական ուտոպիական ծրագիր է, գնացել ուսումնասիրել ենք մարդկանց փորձ, ովքեր արել են, փորձել ենք իրենց մեխանիզմը դուրս բերել։ Ցավն այն է, որ հնարավոր չէ գնալ գտնել այդ փորձը կատարած ժողովուրդների մեխանիզմը ամբողջությամբ, որը մի թղթապարակ չկա, ծրար չկա, որտեղ դրված լինի այդ համակարգը իրենց, որ դու էլ վերցնես, բերես ինչ-որ պրոցես տեղայնացնես։ Այլ լայնամասշտաբ ուսումնասիրություններ կատարելով, համակարգ որոնելով, պարզապես նկատել եմ առանձին դրսևորումներ եւ ես ինքս եմ բերել համակարգի, մտածելով, որ գուցե հենց սա է այս համակարգը, որ իրենք կիրառել են։ Հնարավոր է թերացումներ կան, հնարավոր է իմ ուսումնասիրությունների արդյունքներում ես առանձին կետերի, դրույթների առանձին այսպես
մասերի չեմ հանդիպել, ինչպես որ ինչ-որ ներկայացնում եմ, լրացման ենթակա է ուսումնասիրման, գուցե ինչ-որ բան համարվի թույլ կամ ինչ-որ կերպ համարվի ուժեղ, այնպես որ այս ամեն ինչ հարկավոր է համադրել եւ փորձել Հովհաննես Թումանյանի ասած այդ քայլերը անել դրանից հետո։ Եվ այսպես որպես նախաբան կարճ ասեմ, ասացի, որ եթե նոր համակարգ առաջարկում ես, դու պիտի իրականությունը ցույց տաս եւ փորձես հիմնավորես, որ հենց դա իրականություն, ինչպիսին է մեր իրականությունը։ Եվ այսպես դարերի բերումով հայ ժողովուրդը ստեղծել է բարոյահոգեբանական, հասարակական, միջանձնային հարաբերությունների իռացիոնալ մի միջավայր, որը կաշկանդում է իր իսկ արդյունավետ զարգացումը, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում սպառնում սեփական անվտանգությանը, լուծման ռացիոնալ առաջարկները, ինչպես կյանքը ցույց է տալիս, իզորու չեն շտկել իրավիճակը։ Հարկավոր է ունենալ իռացիոնալ այս վիճակը ջարդելու ունակ համակարգ։ Իռացիոնալ բառը այստեղ մենք օգտագործում ենք բացասական իմաստով։ Ուրեմն հարկավոր է ունենալ իռացիոնալ այս վիճակը ջարդելու ունակ համակարգ եւ որպես այդպիսին ներկայանում է կոնսերվատիվ հեղափոխության իրականացումը։ Գրեթե այլընտրանք չունենալով, եթե կա այլընտրանք, խնդրեմ կարող եք ցույց տալ։ Այս հեղափոխության դեպքում հասարակությունը ժամանակի մեջ ոչ թե առաջ է գնում, այլ ետ դեպի իր անցյալի որևէ հերոսական ընդօրինակման արժանի փուլ։ Խոսք ամենևին ամբողջական վերադարձի մասին չէ, քանի որ պահպանման ենթակա է ոչ թե կոնկրետ պատմական կարծրատիպը, այլ անխորտակելի արժեք ունեցող սկզբունքների համակարգ։ Ուրեմն այս հեղափոխությունը ինքը կոչվում է հոգևոր հեղափոխություն, սա տնտեսական հեղափոխություն, չի տնտեսական բնույթի կամ քաղաքական բնույթի խնդիրներ չի փորձում լուծել, այլ հանրությունը, որը ունեցել է իր անցյալի մեջ ոսկե էջեր, կազմակերպվածության որոշակի փուլ եւ ունեցել է բարձր արժեհամակարգ, փորձ է արվում եւ ինչ պատճառներով ինքը շեղվել է դրանից կամ մոռացել կամ հիվանդացել, փորձ է արվում հանրության մոտ այդ հին արժեհամակարգը նորից վերհանել հանրության մոտ կամ պայմանականորեն ասում են հանրությանը հետ տանել ժամանակի վրա դեպի հերոսական շրջան։ Սա մի քիչ նման է մարդու, երբ որ մարդուն են փորձում բուժել, մի քիչ նման է, իհարկե մի քիչ որոշակի մոտավորություններով, երբ որ մենք ինչ-որ մարդու բուժում ենք, մենք պարզում ենք ինքը երբ է հիվանդացել, երբ է առողջ եղել, եւ եթե մեզ հաջողվում է իրեն բուժել, ապա կարելի է ասել, որ մենք վերադարձնում ենք տվյալ մարդուն առողջ ժամանակվա իր տվյալները, իր վիճակը, ասենք, որը ունեցել 5 տարի առաջ կամ 10 տարի առաջ։ Նմանապես էլ է, եթե որևէ հանրություն ինքը ինչ-որ խնդիրներ ունի եւ այս համակարգը կիրառելով մենք իրեն առողջացնում ենք, իրեն կարելի ասել նաեւ ջահելացնում ենք, վերադարձնում ենք իր առողջ ժամանակը։ Այս պատճառով են ասում հեղափոխություն դեպի ետ։ Եվ այսպես հետո մենք կմանրամասնենք, թե դա ինչ է նշանակում, ես ներկայացնեմ, թե այս վերափոխումը, որ արել են մի շարք ժողովուրդներ ու հաջողել են, ապա ինչ պարամետրեր են օգտագործել, իրենից ինչ է ներկայացրել այդ մեխանիզմը, ասեմ, որ ամբողջական պարզել է բարդ գործ է, քանի որ չկա այդպիսի մի իմացիան, որից օգտվենք, ուսումնասիրությունները հետևյալ են ցույց տվել, որ նախ ուրեմն խնդիրը լուծելու համար, խնդիրը լուծելու համար ազգային իրենք ձևավորել են նվիրյալների խումբ, ի հայտ են եկել այդպիսի մարդիկ, որոնց կյանքի նպատակը եղել է իրենց հանրությանը վերափոխել։ Եվ որպես կանոն, քանի որ ասացի իրավիճակը բավական բարդ է, հատկապես մեր մոտ, որպես կանոն, ապա այստեղ սովորական մտահոգությունը բավարար չէ։ Իհարկե, այստեղ անհրաժեշտ է, որ լինեն քաղաքագետներ, հոգեբաններ, մարդաբաններ, հասարակագետներ, բայց այն բոլոր փորձերը ես որ ուսումնասիրել եմ, այնտեղ պարտադիր կարգով այդ նվիրյալների խմբի մեջ առանձնակի, կարելի ասել, որոշիչ դերակատարություն են ունեցել նրանք, ովքեր տեղյակ են եղել ոչ ստանդարտ առնչությունների։ Դա հետագայում փորձենք բացել, թե ինչ է նշանակում։ Եվ այսպես ձևավորվում է նվիրյալների խումբը, որոնք կյանքի նպատակում են վերափոխել։ Եվ իրենք ամենաառաջի խնդիրը որ անում են, փորձում են տալ հանրության ախտորոշում։ Ինչու՞ն է խնդիրը, որն է տալ դիագնոզը, ինչ խնդիր ունի ինքը, երբ է առաջացել, ինչ հանգամանքներով, ինչ խորությամբ։
որը եւ հարկավոր է ասենք բուժել այդ հանրությանը կամ օգնել հանրությանը, որ հաղթահարի ինչ-ինչ բացասական հատկանիշների խումբ։ Շատերը վատ են զգում, երբ որ օգտագործում ենք բուժել բառը, բայց կա ժամանակ ու պետք է ընդունենք, որ հենց այդպես կա։ Ուրեմն, իրենք պարզում են, թե ինչ խնդիր պիտի բուժեն, ինչպես մարդու դեպքում պարզում են, թե որ օրգանն է հիվանդ, ինչ պատճառներով եւ ըստ դրա փորձում են ուղղել։ Հիմա հանրության դեպքում, մարդու դեպքում մի քիչ ուրիշ է, բայց հանրության դեպքում, երբ որ ինչ-որ առողջական խնդիրներ ունի, այդ ուսումնասիրած բոլոր փորձերի ժամանակ իրենք ոչ թե անմիջապես սկսում են տվյալ հիվանդ օրգանի դեմ ինչ-որ դեղեր տալ, ինչ-որ ռեժիմներ ապահովել, որ ինքը բուժվի, այլ հանրության առջև դնում են շատ մեծ մի նպատակ, հանրությանը վարակում են այդ նպատակով եւ այդ հանրությանը հարկադրում են, ստիպում են, քաջալերում են, դարձում են, որ ինքը մղվի դեպի այդ նպատակը, նայի դեպի այդ նպատակը, գնա դեպի այդ նպատակը ու հաջողեցնելով, որ հանրությունը գնա դեպի այդ նպատակը, իրենք այդ ընթացքում հանրությունը չի իմանում, այդ ընթացքում վերացում են հանրության այդ պրոբլեմը, քանի որ հանրությունը ինքը, պես ասենք, էյֆորիայի մեջ է, ձգտումների մեջ է, իրենք կարողանում են ինչ-ինչ ձևերով այդ պրոբլեմը լուծել։ Եթե հասնում են իրենց նպատակին շատ լավ, եթե չեն հասնում այդ նպատակին, ապա էլի ունենում են արդյունքում բավական հաջողություններ։ Մենք այդպիսի մի նպատակ փորձ ունենք, ասենք Արցախյան խնդրի ժամանակ նպատակ դրվեց հանրության առջև ազատագրել մեր հողերը, եւ այդ ժամանակ էլ մեր հանրությունը, եթե սառը դատենք, ինքը ուներ էլի բավական մեծ պրոբլեմներ, որոնք հետագայում դրսևորվեցին, եւ եթե հիշում եք, այդ հանրությունը ընթացքում ինքը դրական փոփոխությունների էր ենթարկվում, փոխվում էր մարդկանց վերաբերմունքը միմյանց հանդեպ, փոխվում էր մարդկանց վերաբերմունքը երկրի հանդեպ, հողի հանդեպ, ջրի հանդեպ, ամեն ինչ հանդեպ փոխվում էր, բայց ցավոք սրտի մենք ժամանակ չունենք այն էլիտան, որը այս կարգի պրոբլեմներ ուսումնասիրած լիներ եւ փորձեր խթանել այդ փոփոխությունները եւ այնպես անել, որ վերջնարդյունքում դրանք դառնային անդառնալի։ Ցավոք սրտի մենք այս խնդիրը չկարողացանք լուծել, նպատակին հասանք, բայց չկարողացանք այդ փոփոխությունները դարձնել անդառնալի եւ մի որոշակի ժամանակ հետո ոչ միայն այդ դրական փոփոխությունները վերացան, այդ բացասական հատկանիշները եկան եւ երակշռեցին ու այդ դրական հատկանիշներին մղել են ետին պլան։ Որպես այդպիսի նպատակ էլիտաները սովորաբար ոչ թե սահմանում են, ասենք, ինչ-որ պատմական արդարության վերականգնում, ասենք, կորցրած հայրենիքի մի հատվածի վերադարձ կամ ողջ հատվածի վերադարձ, կամ էլի ինչ-որ ազգի իրավունքների արդարության հետ կապված հիմնախնդիրներ, իհարկե դրանք էլ կայել են, բայց շատ ավելի բարդ մի ուսումնասիրություններ անելով իրենք հարց են տալիս իրենց, իսկ ո՞րն է մեր ազգի ապրելու նպատակը, ինքը արդյոք ունեցել է իր համար ապրելու իմաստ, այսպես ասեմ, արդյոք ունեցել է ինքը ինչ-որ մի առաքելություն, երբ որ ստեղծվել է, ձևավորվել է կամ հարաբերել է։ Եվ ապա այդ էլիտան փորձում է, այսպես ասենք, վերագտնել կամ վերասահմանել այն առաքելությունը, այն նպատակը, որը իրականացրել է տվյալ ազգը վաղնջական շրջաններում եւ ասենք ինչ-ինչ հանգամանքներում մոռացել է կամ շեղվել է այդ միջից։ Ուրեմն սրանք հաջորդ կարևոր հարցը, հետո այստեղ քանի որ մենք գործ ունենք հանրության հետ, իսկ հանրությանը վերափոխելու համար հատկապես եթե ինքը ասենք 1000 կամ ավելի տարի գտնվել է դժվարին պայմաններում ու նրա մոտ բացասական հատկանիշները այսպես դարձել են հոգեբանություն, բանավորություն եւ անգամ իրենք են որոշում իրականություն, ապա դրանք ջարդելու համար սովորական մեթոդներ չեն աշխատում, ասենք խոսքը, եթե ասեք այսպես լավ չէ, հարկավոր է այսպես ապրել, ես կլսեմ, կընդունեմ, որ դուք ճիշտ եք եւ ոչ մի բան չի լինի։ Ինչպես օրինակի համար գրվում է ծխելը վտանգավոր առողջության, բոլորը կարծում են, բոլորը գիտեն, որ վնաս է ծխում, որովհետեւ ասենք իրենց մոտ չկա այդ համապատասխան ազդակները, ստիմուլները, որ կարողանան հաղթահարել այդ բացասական պրոբլեմը։ Ուրեմն այդ էլիտաները, ովքեր որ ազգային վերափոխման են հասել, իրենք այդպիսի մի թեզ են ունեցել, սա ոչ գիտական է, բառերը գուցե մի քիչ այն չեն, ես այս գրավոր իմ գործի մեջ դրանք շակերտների մեջ են եւ խնդրում եմ որպես գիտական էլ չհասկանալ, այսպես անհրաժեշտ է որպեսի այդ նվիրատների խումբը ընդունի, որ մարդու գեների մեջ խտացված է իր ժողովրդի ողջ անցյալը
եւ համապատասխան ազդման համակարգի գործողության շնորհիվ հնարավոր է մարդու մոտ գրգռել նրա պատմության այս կամ այն շրջանի գենային կոդը։ Այսինքն, եթե հիշում եք, ես ասացի, որ այս վերափոխումը եթե մենք ուզում ենք անենք, մենք պիտի վերադարձնենք իրան իր հերոսական շրջանը, որտեղ ունեցել է արժեհամակարգ եւ կարողանանք մարդու մոտ այդ հին շրջանի հիշողությունը վերականգնել։ Նախ սա անելու համար նախ հարկավոր է պարզել արդյոք քո հանրությունը, քո ժողովուրդը անցյալում ունեցել է ընդօրինակման արժանի այդպես պիիկ վերել, որի իշները նախանձել են, կամ եթե անգամ չեն նախանձել, ինքը որոշակի կարգավորվածություն ունեցել։ Կան ժողովուրդներ, որոնք իրենց անցյալը նայում են, չեն գտնում, ինչ-որ ձև օրինում են, կան ժողովուրդներ, որ այդ փորձարել են, գտել են։ Մենք այս խնդիրը դեռ չենք գտել մեր առջև։ Ունեցել ենք արդյոք այդպիսի ընդօրինակման փուլ, երբ է եղել, ինչ արժեհամակարգ ենք ունեցել, ինչն է մեզ օգնել, որ մենք կարողացել ենք, ասենք, դառնալ աշխարհի պատմության թատերագրում գլխավորներից եւ շատերի համար անգամ նախանձելի։ Մենք սա հետագայում անդրադառնանք։ Այսինքն մենք պիտի պարզենք, երբ ենք եղել առողջ, այսպես ասած, կամ ամենաառողջը երբ ենք եղել։ Պատկերացրեք, մարդը գնա, ասենք, բժշկի եւ չփորձի պարզել ինքը ինչպեսին եղել առողջ ժամանակ, այդտեղ մարդը ոնց տարբերվում է, չէ՞, ասենք, գենետիկ հատկանիշներով, ֆիզիոլոգիական եւ այլն։ Եվ այսպես ասացինք, որ վերհանի ազգի մոռացված առաքելությունը, որին ձգտելու ճանապարհին հասարակությանը կլուծի իհարկե եղած խնդիրը, ուրեմն գիտակցի, որ մարդու հնարավորությունները չեն սահմանափակվում ներկա պարզունակ դրսևորումներով եւ որ մարդու հոգու գաղտնի ուժի բանալին գտնելու դեպքում կարելի է անճանաչելիորեն կերպափոխել նրան։ Մենք այսպիսի կարող եմ ասած արտարոց են չի, բայց խնդրեմ հիշեք 88 թվականը որևէ մեկը չէ կարող բացատրել ինչպես եղավ, որ հանրությունը այդպես փոխվեց։ Ինչպես ավեցին դա սպոնտանաբերաբար եղավ, թե ինչ հատուկ պատրաստված մարդիկ էին աշխատում, ես չեմ կարող ասել, բայց առավել քան ակնհայտ է, որ հանրության մեջ եղավ այնպիսի մի փոփոխություն, որը մտածել անգամ հնարավոր չէ։ Ու հիմա էլ 25 ոչ ոք չի կարող անհանել։ Նշանակում է այդտեղ ինչ-որ բան եղել էր։ Եվ այսպես ուրեմն այդ փորձերը, որ արվել են, իրենք այդ էլիտան ինքը մշակել է մարդու ենթագիտակցության վրա գրոհելու համար նախատեսված մի յուրահատուկ համակարգ։ Հաշվի առնելով, որ հանրությունը ինքը գիտակցության խաթարումներ ունի եւ այսպես իր հետ պարզ բարոյախոսական զրույցներ ունենալով ինքը չի վերափոխվում եւ փորձում են ոչ ստանդարտ համակարգ իրագործել, որը նպատակ կունենա արթնացնել նրա գենային հիշողությունը։ Ուրեմն ինչ է ներառել այդ ազգման ոչ ստանդարտ համակարգի մեջ։ Ասեմ, որ բոլոր կետերը չի, որ ես հայտնաբերել եմ, պարզապես մի քանիսը ասենք աչքի են ընկել։ Եվ այսպես իրենք այդ նվիրյալների խումբը կայացնում է արտարոց հատկանիշներով օժտված առաքելագիր առաջնորդի։ Հիմա շատ ենք լսում մեր կողմերում առաջնորդը գա, որպեսզի նա մեզ փրկի։ Ես միշտ ասում եմ, առաջնորդը դա 7-րդ կետն է, որպեսզի առաջնորդը գա, այս հարցերը պիտի լուծի ընտրանի։ Լինում է դեպք, երբ ասենք ընտրանին չկա ինչ-ինչ հանգամանքներով անբացատրելի կամ հասկանալի, ինչ-որ մի մարդ է հայտնվում, որը բոլոր հարցերի պատասխանը ունենում է միայնակ ու հանրությանը տանում է հետևից, բայց շատ ավելի հավանական է խնդիրը լուծել ու առաջնորդներ գա կամ թեկուզ առանց ընդգծված առաջնորդը խնդիրը լուծել, երբ որ էլիտան հասկանում է այս խնդիրները եւ նշածս կետերը ուսումնասիրելով գնում է առաջ։ Մի հայտնի մարդու խոսք մեջ բերեմ, ով եղել է Երևան գերազանցելի առաջնորդ, ինքը ասում էր, որ որպեսզի առաջնորդը գա, իր երիտասարդ ժամանակվա խոսքերից է, ժողովուրդը պիտի գնա դեպի նա։ Այսինքն մենք պիտի ինչ-որ քայլեր անենք դեպի առաջնորդը, մենք պիտի հող պատրաստենք, մենք նշածս հարցերի պատասխանը պիտի ունենանք եթերում, որպեսզի հասնի իրեն ինչ-որտեղ եւ առաջնորդին ուղարկի։ Եթե մենք ոչինչ չենք անում, հավանականությունը որպես չի գա, փոքր է այսինքն։ Այսինքն, եւ ինչ են արել, ուրեմն ձևավորում են այդ առաքելակիր առաջնորդին։ Գտնում են ինչ-որ մարդիկ եւ աշխատում են իրենց վրա, որ դարձնեն այդ առաջնորդը։ Սա այսպես ասած արհեստական առաջնորդը եւ ոչ թե բնականը, որ մը երբեմն։ Հանրության մոտ առաջացրել են առաքելակիր առաջնորդի սպասում։ Ինչ-ինչ ձևերով տարածել են, որ ահա կգա առաջնորդը եւ մարդիկ սկսել են հույսեր ունենալ ու մեկ էլ ինչ-որ մի հոգի ինչ-որ սկսում է հայտնվել
դա ասենք մեծ ազդեցություն է ունենում, հանրությունը պատրաստ է ընդունելու նոր մարդուն եւ առաջնորդը գալիս է գալացել դաշտը վարած է ցարած է իրեն մնում է մի քիչ դորոխում իրականացնի պարարտասնի բերք հավաքի։ Ուրեմն այդ առաջնորդը, որի սպասումը ձևավորում է, ինքը այդպիսի առաջնորդ ով գալու է եւ մեր ազգին փրկել ասելով այս կոնկրետ դեպքում ոչ թե ինչ որ չգիտեն ուր տանի, այլ վերադարձնի իրենց այդ հին հերոսական շրջանը, իրենց պատմության, իրեն նորից դառնան աշխարհի համար ընդունելի, աշխարհի համար ընդօրինակելի եւ աշխարհում մեծ դերակատարություն, այսպիսի առաջնորդի կարիք ուներ իրան եւ ոչ թե ասեն գա միայն 30-40-ների լուծի արդարություն հաստատի պատժի մեղավորներին եւ այլն։ Իրենց վերադարձի իրենց հին հերոսական շրջան։ Մյուս կարևոր կետը, որին ուշադրություն է դարձնում այդ էլիտան համապատասխան մեթոդներով, փորձում է մարդկանց մոտ առաջացնի հայրենիքի սրբացված ընկալում։ Իրենք այդ հողը ընդունեն իրենց հայրենիքը ոչ թե սովորական հող, ասա ինչ-որ սուրբ բան է, Աստծո տված կամ որոշակի ինչ-որ յուրահատկություններով օժտված, որպեսզի մարդկանց մոտ առանձնակի վերաբերում լինի հողի հանդեպ։ Ու եթե հայրենիքը, եթե առաջնորդն է գալիս այդ կարգի թեմաներով խոսում է, երկուսը միաձորվում են իրար եւ էֆեկտը շատ ավելի մեծանում է։ Հաջորդը այդ նույն նվիրալների խումբը, որպեսզի հանրության վհատությունը հաղթահարի, ինքը մշակում է հատուկ տեսություն տվյալ ազգի տվյալ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ, որը հանրությունը երբ որ կարդա, իրեն վեհության դրդի։ Հուսահատ մարդկային բազմության հետ շատ դժվար է ինչ-որ ասել, եկեք գնանք ինչ-որ մի տեղ։ Բայց եթե դու նախապես իրենց պատրաստում ես այնպես, որ իրենք սկսում են իրենց մասին լավը մտածել, վեհը մտածել, որ մենք անցյալում եղել ենք հզոր, այս հատկանիշներ ունեցել, այդ դեպքում մարդը ինքը եւ նայում է իրականությանը, նայում է իրեն, ինքը ամոթ է զգում, որ ինքը այսպիսի վիճակին է եւ բարձր իր մոտ արդեն առաջանում է ստիմուլ, ազդակներ, որ ինքը փոխվի, ինքը նմանվի իր նախնիներին։ Իսկ եթե մենք ասենք այսպես եղել, այսպես է կգնա, հավերժ այսպես եղել ենք չկազմակերպած, ինչպես հիմա սիրում են ասել, հավաճանելով լի, բարձր որ մարդու մոտ ընդհանրապես ձգտում չի առաջանում վերափոխվել։ Ինչը մենք անում ենք հիմարաբար։ Այսինքն վեհության դրդող ծագումնաբանության տեսության մոտություն, կազմակերպված եւ իրենք նաեւ ինչ-որ քայլեր են արել, որը եթե տեղայնացնենք, ապա դա կձևակերպվի այսպես։ Հայկական ավետարանի կազմումը կրոնահավատքային անհրաժեշտ փոփոխությունների իրականացում։ Այս հիմա չեմ բացի, բայց դուք պատկերացնում եք, թե ինչի մասին է խոսքը։ Սա շատ կարևոր է, եթե դու ազգին ուզում ես վերափոխես, ապա համապատասխան կրոնահավատքային համակարգ պիտի ունենաս, որը շատ կետեր իր մեջ պարունակում է, սեփական իրական պատմությունը կա, վեհության դրդող դրվագներ կան, իր սեփական առաքելությունը կա այդ ամեն ինչի մեջ։ Եթե սա չկա, ապա քո հանրությունը դառնում է աննպատակ ինչ-որ հանրություն, որը մենք հիմա ունենք։ Էլի ուսումնասիրելով դրանց փորձը եւ տեղայնացնելով կարելի է նաեւ հետեւյալ կետը ձևակերպել, ասենք իրենք իրենց էպոսներն են ուսումնասիրում, իրենց խնդիրները կարելի է ձևակերպել այսպես. հայկական էպոսի եւ բանահյուսության մյուս դրսեւորումների մեջ առկա գաղտնիքների պարզումը եւ քաղաքականության գործիքները դրանցով շաղախումը։ Էպոսի եւ հեքիաթների լեգենդների մեջ բավական խոր իմաստներ կա, դրանք սովորական հեքիաթներ չեն։ Հատուկ մարդիկ պիտի կարողանան դա բացել եւ շատ ու շատ բան կտա դա մեզ, թե երբ մեր հերոսական շրջանում ինչպիսին են եղել, ինչպիսի հարաբերություններ, որն է եղել մեր ազգի առաքելությունը եւ այլ։ Սրանք բարձելով քաղաքական գործիքները սրանցով շաղախելու դեպքում արդեն դու կարողանում ես քո հանրությունը ողջևորել, իրեն տանել, ասենք, ես գործել։ Հերոսական շրջանի հանդեպ կարոտի առաջացում։ Հայի բարոյական կոդեքս կանոնակարգի կազմում, այսպես ասած ազգային սահմանադրություն։ Տեսեք, այսպիսի մի գործիք են իրենք կիրառել, թե որ չափով է անհրաժեշտ, ես հիմա չեմ տնդում, պարզապես ասում եմ, մարդիկ հետևյալ են արել։ Հանրությանն ակտիվացնելու կամ զգոն պահելու համար ներքին, եթե անհրաժեշտությունը կա, եւ արտաքին թշնամու կերպարի ձևավորումը։ Այսինքն փորձում են հանրությանը մյուս կետերը, ասենք ոգևորելով, դրդելով եւ այլը, առաջնորդներ եկել, փորձում են ակտիվացնել, չի ստացվում, փորձում են դեպքում ինչ-որ արտաքին
թշնամի բերել, դրանով փորձել գրգռել, ոտքի հանել, պատահել է դա էլ չի հաջողվել, այդ դեպքում խնդիրը լուծելու համար իրենք ներքին թշնամիներ են ի հայտ բերել եւ ասել, ահա իրենք են, որ մեզ խանգարում են, որ գրգռել են, որպես կարողանան մարդկանց քնից արթնացնել։ Ես ընդհանրապես ասում եմ ինչեր է, ես չեմ մտնում, որ այո, եկեք անպայման սա է անել։ Պարզապես քննում ենք ուրիշի փորձը, զինանոցում կա այդպիսի տարբերակներ։ Ուրեմն ազդու կարգախոսների ստեղծումը, որոշակի ինչ որ կարճ կարգախոսներ, որոնք ազդում են մարդու վրա։ Ազգը միավորող թագավորների, հերոս հայորդիների, կերպարների ստեղծումը։ Սա էլի ոգևորություն տվողն է, եւ բացի այդ ես վերջերս մի տեղ կատացի մի ֆիլիսոփայի խոսքը, խոսում է ազգային ոգի հասկացության մասին եւ գտնում եմ, որ ազգային ոգի տարերից մեկ հենց իր հերոս նախնիներն են, պատմության այդ հատվածն է, որ այսպես ձևավորվում է մեկը մեկին միանում է եւ դառնում է, ասենք, հայ ազգի պատմություն, հայ ազգը ինքը ներկայանում է ինքը իրեն ու աշխարհին այդ մարդկանց կերպարով։ Իսկ հիմա մենք բավական թերացում ունենք ազգը միավորող թագավորների, հերոս հայորդների կերպարի ստեղծման, շատ ու շատ ունենք չեն կարել, դրա համար ասենք այսօր մեր երբ որ հետ ենք նայում ոտքի տակին փոք չկա։ Մինչդեռ իրական մենք ունենք ազգի ոգին բարձրացնելու համար այս կետը պիտի արվի։ Ազգման ոչ ստանդարտ մեթոդներին տիրապետող հռետորների ձևավորումը։ Սա ես դուք բացեմ, բայց պիտի իմանաք, որ հռետորներ են պետք, որոնք կարողանան իներտ հանրությանը, որը մենք տխուր է որ ունենք, ինչ-որ ձև իրենց մեջ կարող առաջացնել։ Հաջորդը ժողովրդական զանգվածներին ոգևորող, նրանց գործողությունների տրամադրող գրավոր, փաստաթուղթ, քարոզչության միջոցի կամ միջոցների ստեղծումը, սրանք ինչ-որ գրքեր են, գրքույկներ են, հատուկ ձևերով, նպատակով, հատուկ մեթոդներով ստեղծված, որ եթե տարածում ես մարդկանց մոտ, մարդը կարդում եւ արդեն իր մոտ ինչ-որ նախապատրություններ են առաջանում եւ ինքը պատրաստ է արդեն մյուս կետերի ազդեցության տակ ընկնել։ Շատերից մեղադրում են չի կարելի ազդել անության վրա, ով է ձեզ թույլ տվել, ես էլ ասում եմ, որ ավելի քան 1000 տարի անության վրա ազդել են ով ասես, ինչ որ վիճակի են բերել եւ մենք ունենք այդ բարոյական իրավունքը իրեն վեր արթնացնել։ Հաջորդը ուրեմն կարևոր մի դետալի կուզեի անդրադառնալ, ուրեմն հանրության վերափոխելու իրեն դեպի առաջ տանելու, դեպի նոր արժեհամակարգ տանելու կարևորագույն այսպես զենք է եղել զինատեսակի երաժշտության համակարգի կիրառումը, հատուկ երաժշտական համակարգ են մշակել, ասում համակարգ, որտեղ դա մի գործ չի, կարող լինի եւ ծավալուն գործ, բայց նաեւ լինում են քայլ երգեր, համագումարների երգեր, սեղանի երգեր, տարբեր ոլորտերի երգեր, որոնք շարախված են եւ նշատես իդեալներով գաղափարներով, նաեւ ինչ որ իրենց մեջ ներառված է որոշակի մի բարդ համակարգ, որը ասում եմ մարդու ինտելիգենցիա է, եթե մենք ուզում ենք հանրությունը նախապատրաստենք վերափոխումների։ Եվ հաջորդ մի քանի գործիքները, որ կան, դրանք ծեսերն են, տոներն են կամ հների վերականգնումը կամ նորից ստեղծումը, որ այսպեսի երիտեղակ է, երբ որ մարդը մասնակցում է որոշակի տոնի ծեսի, ապա նրա մոտ այդ տեսակ փոփոխություններ, այդ կարգի զգացողություններ առաջանում մասնակիցների հանդեպ երեք դա զգացել եք։ Խորհրդանիշների, յուրահատուկ խորհրդանիշների ստեղծումը, որոնք էլի ինչ-որ ձևերով մարդու հետագիտակցության վրա ազդում են, փոխնախը պատրաստելով հաջորդ փոփոխությունների համար։ Կարևոր կետ է, ասենք, որ կիրառել են հասարակության ոգևորումը նրա դրական հատկանիշների ներկայությամբ։ Եթե սա դուք չանեք, ապա հանրության մեջ ձգտում չի առաջանում։ Մենք էլ պարտավոր ենք այս եթե ընդունում ենք այս համակարգը կիրառում ենք, ապա դուրս բերենք մեր հանրության դրական հատկանիշները, դրանք շատ են լիքն են, եւ փորձենք դրանք ներկայացնելով խրախուսել մարդկանց հույս տալու, որ ահա դուք այսքան հատկանիշներ ունեք, դուք արժանի չէ, որ այդ վիճակում եք, դուք այլ իրականության տեղ ունեք։ Կարևորագույն կետ է եղել խստագույն կանոնակարգով առաջնորդվող էլիտայի ձևավորումը։ Հանրության վերափոխումը սկսում են առաջնորդներից։ Այստեղ ես ինչ-որ ներկայացնում եմ ընդդիմադիր տարբերակն է։ Մարդիկ գարելը լինելով ընդդիմություն, մեր ընդդիմությունը ասում է ինչ անենք։ Իրենք ընդդիմություն լինելով են, եւ ընդդիմադիր առաջնորդներ, այսպես վերնախավ ասենք, որոնք պարտավորություններ ունեն ընդամենը, իրենք մշակում են ապագա պետության այդ կանոնակարգ եւ իրենք դրով էլ ապրում են, որ ես նայում եմ, մյուսը նայում են, մեզ գայթակղում է այն ապրելաձև, որ իրենք ապրում են եւ արդարություն կա, եւ հավասարություն կա, եւ արժանավորին առաջ տանելու
տարբերակ եւ այլ մնացած ամեն ինչ։ Իրենք համարվում են օրինակ, շատ լավ գիտեք, թե ասենք առաջնորդի օրինակը ինչքան բարակիչ է։ Կարևոր մի կետ եւս, որը չգիտեմ ինչքանով առաջ հայացքից ընտանելի կլինի, հաշվի առնելով հայի զգացմունքային լինելը դեպի նրա սիրտ տանող ճանապարհի հայտնաբերումը։ Հետագայում փորձենք սա ավելի բացել։ Հաջորդ այս քայլերը դե դուք արել եք որոշակի ազդեցություն կապա այդ էլիտաները, ովքեր հանրային վերափոխման են ասել, իրենք նաև մտածում են համապատասխան հասարակական շարժման ստեղծումը, որպեսզի ստեղծում են շարժում, որպես այն մարդիկ, ովքեր ակտիվացել են ու մոտ առաջացել է ձգտում դեպի նորը, իրենք ոչ թե շփոթված, մոլորված նայեն միմյանց եւ հետո աստիճանաբար երկ հաշվեն իրենց պատյանների մեջ, իրենք ստեղծում են համապատասխան շարժում, որպեսզի երկրի մասշտաբով այդ մարդիկ իրար գտնեն, իրենք զգան, որ միայնակ չեն, ինչ քայլերի գնան, դա եւ իրենց է ոգևորում եւ կողքից էլ նայում են, տեսնում ինչ-որ փոփոխություն կա կյանքում եւ ձգտում են դեպի նա։ Այս շարժումը, որպեսզի տպավորիչ լինի եւ մարդիկ ձգվեն դեպի դա, ասենք յուրահատուկ մեթոդներ են մշակել ու կիրառել, շարժում են ինչ-որ պիտի արտաքին, տես ասած կարնավալային տեսք ունամ, ինքը Երևան հանրության մեջ բոլորը զարմանալի են, այս ովքեր եկան, ինչ են անում։ Ու նաեւ շարժումը ինքը ցանկալի է խեղճության տպավորություն չթողնի, առաջի քայլերի ես կողքից որոնց զգան, որ այստեղ մարդիկ են, որոնք վճռական են իրենց իդեալները գաղափարները իրագործելու գործում, շատ կարևոր է։ Բացի դա, այս ամեն ինչ եթե դուք արել եք, հաջողել եք, սկսել եք անել, նոր միայն նաև իրագործում եք այլ կետը, ես որ ասեցի նախորդ հաղորդման ժամանակ, այլ արժե համակարգի հիման վրա միկրոհանրության ստեղծում է, որ ապրում է այլ օրենքներով, այլ արժե համակարգով եւ որը դառնալու է ապագա հանրության վերափոխված հանրության հիմքը։ Ինքը սկսում է այդ գործել, մյուսների հետ համահունչ, մեկը մյուսին խթանելով, գնում են առաջ եւ ինչ են արել նաեւ այս էլիտաները, ինչ է մեր մոտ չկա եւ կա դրա հակառակը։ Ուրեմն իրենք հաշվի առնելով իրականություն, ապա եւ նկատի ունենալով հանրությունը կազմակերպված չէ, իրենք փորձում են սոցիալականացնել, սոցիալիզացիա ենթարկել եւ կամ ըստ մասնագիտությունների, ըստ բնակության վայրերի, նախասիրությունների ձևավորում են այսպես մեծ ու փոքր խմբեր եւ փորձում են նրանց տանել փոքր հաղթանակների։ Այդ փոքր հաղթանակները դեռ որ մարդիկ համոզվեն, որ իրենք իրենցից շփան են ներկայացնում։ Որտեղ 5 հոգով, 10 հոգով հավաքականություն ստեղծել, ապա կարող են հաջողության հասնել։ Հետո այդ փոքր հաղթանակներից ընդլայնվում է այդ կառույցները, սկսում են ավելի մեծանալ, ու սա արվում է նվիրյալների աչառոտ շփոթության տակ, որպեսզի հանկարծ այս խմբերին շտանեն պարտությունների, ինչպես մեծ խնդիրներ չդնեն, հեռացեք, չգիտեմ, իշխանությունները եւ այլն գնան անհաջողության։ Դա հետո է գործը, նույնիսկ այս գործը եթե հաջողացնենք, դրա խնդիրներ չի առաջանում։ Այսինքն փոքր հաղթանակների տեսություն ասենք, հա, տեսությունն են կիրառել իրենք աչառոտ շփոթության տակ, որպեսզի հանրությունը սկսի սոցիալականանալ, եղել արհմիթենական շարժում, սոցիալական, իդեալական, մասնագիտական եւ այլն։ Միկրոհանրություն ասեցինք, ուրեմն այս մի հաղորդման ժամանակ իմ նպատակը սա էր առանձին շատ արագ ձեզ ներկայացնել թեզերը։ Եթե ձեզ հետաքրքր է, ապա ես ձեզ խորհուրդ կտամ կարդալ դրա ամբողջական տարբերակը, որը ներկայացված է կոնսերվատիվ հեղափոխություն գրքում։ Եթե դուք որոնեք ինտերնետում կոնսերվատիվ հեղափոխություն Արզրում Բեբայան կգրի, ավարտելով հաղորդումը նորից եմ կրկնում այն ինչ որ ես ասում եմ, սա մեկ չեմ ներկայացնում որպես միակ տարբերակ, այլ ներկայացնում ենք տարբերակ, որը գործել է այլոց մոտ։ Ուրեմն եկեք փորձենք քննենք, ուսումնասիրենք, արդյոք մեր մոտ սա կաշխատի թե չէ, արդյոք կարողանանք մենք խուսափել այդ մյուսների սխալներից, ովքեր սա այս ջինը բացելով ինչ-որ խնդիրներ են ունեցել, քանի որ շատ է դոզա։ Եվ մենք կքննենք նաև այլ տարբերակներ ևս, որ ասեցի այսօր տեսադաշտում կան, փորձենք իրենց հրավիրել, իսկ եթե հեռուստադիտողը ինքը կամ ինչ-որ հեռուստադիտողների խմբեր գտնում են, որ իրենք ևս ունեն տարբերակ, որը կիրառելով մենք հասնենք հանրային մտածողության վերափոխման, ապա խնդրում եմ տեղակ բարել, սիրով մենք կզրուցենք եւ ներկայացնենք ձեր տարբերակը, եթե իհարկե դրանք ուտոպիական չեն։ Այսքանով ավարտենք մեր այսօրյան հաղորդումը։
մի շնոր հանդիպում, ասեմ, որ հետագայում մենք փորձենք առանձին կետերի շուրջ քննարկումներ ծավալել։ Մի շնոր։